Ծնողների պահանջին անդրադառնալով եւ առհասարակ դիտարկելով հարցը ընդհանուր կալանքների տրամաբանության համատեքստում, որը որդեգրել է 2018-ից հետո իշխանությունը, ինչի մասին նաեւ ծնողներն են արձանագրում, որ կալանքը լռություն ապահովելու միջոց է, ճնշում, ինչ ակնկալել այսօր դատախազությունից եւ առհասարակ ինչպես եք վերաբերում կալանավորման փաստին հենց ակնկալելի որոշում կայացնող դատավոր Մասիս Մելքոնյանի ձեռքով։ Նախ կալանավորումը հիմնականում քաղաքական հողի վրա լինում, այսինքն այն մարդկանց, որոնց իրենց հաճելի չեն, այն մարդիկ, որոնք որ պայքարում են, այն ծնողները, որ բարձրաձայնում են ապօրինությունների մասին, ինչ-որ տեղի ունենում, այդ մարդկանց տանում են անազատության մեջ են պահում, հիմնականում այդ մարդկանց փորձելով ճնշում գործադրել այդ մարդկանց եւ այդ մարդկանց ընտանիքների վրա, հաջորդը մնացածին վախեցնելու փորձ է։ Եվ համակարգը հետեւյալ ձևով է գործում։ Ընտրում են ակտիվ մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում պայքարել են, իրենց իրավունքների համար իմիջայլոց։ Ինչի համար օրինակ Արսենը Ղուկասյան այս տարիների ընթացքում պայքարել։ Նախ պայքարել է նրա համար, որ ինֆորմացիա ստանա իր եղբոր որդուց, եղբայրը զոհված է, գիտեք, եւ տարբեր ինստանցիաներ անցնելով 5 տարվա ընթացքում անդադ այս մարդկանց խաբելով, մոլորեցնելով, սուտ խոսելով, շատ ժամանակ նաեւ ոստիկանական մահակների տակ պայքարելուց մարդիկ հոգնել են այդ ստերից եւ ասում են մեզ տվեք հոդաբաշխ պատասխաններ մեր երեխաների ուրեմն մեր երեխաների ճակատագրից ինչա տեղի ունենում այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ա տեղի ունեցել հայ-ադրբեջանական այս հարցը չի դառնում բանակցային սեղանի նյութ առարկա եւ այս մարդիկ ամեն տարի հոգնում են այս ստերից, այս կեղծիքներից, երբ որ հանդիպում է տեղի ունենում, իրենց ճնշման միջոցով հանդիպում է տեղում, այդ հանդիպման ընթացքում էլ է ազգակործանը խաբում ստում։ Ամեն դեպքում ասել էին, որ այդ հրապարակված փաստաթղթում անհետ կորածների մասին նկատի ունեմ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի նախաստորագրված փաստաթուղթը, ինչ որ կետ կա, ինչ որ հույս տեսնում եք այդ կետի հետ կապված ինչ որ բան կփոխվի։ Ես քանի ես իշխանություններն են, ոչ մի հույս, ոչ մի ակնկալիք չկա։ Դուք տեսնում եք ոնց են վերաբերվում։ Մարդը տարբեր հիվանդություններով, բանով տանում են մի դատավորի մոտ, որը որ կալանքի վճիռներ է կայացնում, ով գնում է Մասիս Մայիլյանի մոտ, հայտնվում է քրեակատարողական Մասիս Մելքոնյանի մոտ, կներեք, հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Իրենց սրտի դատավորները կայացնում են որոշումներ, որ այդ որոշումները ոչ թե այդ որոշումները կատարվում են դատարանում, այլ դատարանից դուրս է այդ որոշումները կայացվում։ Այսօր ինչքան քաղբանտարկյալ կա Հայաստանի Հանրապետությունում։ 3 տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան քրեակատարողական հիմնարկներում, եւ այդ բոլորը քաղաքական դրդապատճառներով են այդ մարդիկ հայտնվել անազատության մեջ։ Եվ սա ճնշում է։ Եվ վաղ միսօրով է պատասխան տալու այդ մարդկանց առողջական վիճակի։ Մենք գիտենք, որ Արմեն Գրիգորյանի դեպքով որ դատարանի դահլիճում սպանեցին այդ մարդուն բառից բուն իմաստով։ Եվ ինչ որ ակնկալել, որ այս իշխանությունները դարձի կգան, ես այդ ակնկալիքները չունեմ, բայց ամեն դեպքում այդ ճնշումը պետք է լինի, պետք է մեր ժողովուրդը ճնշում գործադրի եւ իրավապահ համակարգը ի վերջո հասկանա, որ անընդհատ սրանց այս իշխանությունների որոշումները կատարելը, ապօրինությունների գնալը, ի վերջո իրենք մի օր կանգնելու են պատասխանատվության առաջ եւ իրենք պատասխան են տալու իրենց գործած բոլոր այն ապօրինությունների համար, ինչ որ մինչև այս պահը գործել են։